Տեղյակ եք, որ Սամվել Կարապետյանը լինելով Ռուսաստանի քաղաքացի ցանկանում է Հայաստանում վարչապետ դառնալ, ինչ կարծիք ունեք։ Դրանպես դրա մասին կարծիք չունեմ, որովհետև դա աննարի բան է, առաջին ինքը Հայաստանի քաղաքացի չի, հետո էլ ժողովրդի վերաբերյալ ընդհանրապես ժողովուրդը նրան ոչ տեսել է, ոչ գիտի, ոչ էլ նրա վերաբերյալ ինչ-որ բան կարող է հաղորդի։ Ինձ թվում է դա աննարին բան է։ Չեմ կարծում, որ նա ինչ-որ բան կարող է անել, դա աննարի բան է։ Ուրեմն մաթեմատիկայում դուք դպրոցում եք սովոր, այսպիսի հասկացողություն կա։ Ասում գումարների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։ Այնպես որ ոչի բան դա չի տամես։ Չնայած ասում են Սամվել Կարապետյան, գործարար մարդ, միլիոն եղբայր դա ինչ կապ ունի։ Ղեկավար լինելու համար մենակ բլբլալով չի։ Ղեկավար լինելու համար ուղեղ է պետք, փորձ է պետք։ Հասկանում եք, այնպես որ նախ տեղյակ չեմ ճիշտն ասած, հետո ես ոչ մի հույս սրա հետ չեմ կապում, դա ոչինչ չի տալու մեզ աբսոլյուտն։ Եթե մտածում են պետք է յուրաքանչյուր ոքով գա իր սահմանադրությունը փոխի օգուտ իրան, պետություն չի դառնա։ Եկուց էլ կարող է թուրքն ու ադրբեջանցին գան, այլ քաղաքացիությամբ ղեկավար դառնան։ Ասեն մենք ենք վարչապետ։ Տեղյակ եք, որ Սամվել Կարապետյանը լինելով Ռուսաստանի քաղաքացի ուզում է Հայաստանում դառնալ վարչապետ։ Հայաստանի Հանրապետությունում եթե չկա Նիկոլ Փաշինյանը, ուրեմն գոյություն ունենալ չի կարող այս պետությունը։ Եվ գիտեք ինչի համար, որտեղ ինքը հեղափոխությունը նվիրել է հայ ժողովրդին եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ աշխարհասփյուռ ողջ հայությանը։ Դրա համար մենք պետք է նեցուկ լինենք իրեն, կանգնենք իրեն կողքը, որպեսզի Հայաստանը դառնա բարեկեցիկ եւ արդար պետություն։ Չկա Նիկոլ Փաշինյանը, չի լինելու Հայաստանի Հանրապետությունը։ Սա իմ անձնական կարծիքն է։ Իսկ Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ կասեք։ Ընդհանրապես ոչինչ էլ չունեմ ասելու։ Թող ողջ լինի, առողջ լինի եւ շարունակի իր գործունեությունը։ Կարելի մանը սահմանադրությունը կարել մեկի համար փոխել շատ վատ եմ գնահատում վատ նախադեպ կլինի մեր համար Այսինքն չեք դիտարկում Սամվել Կարապետյան որպես վարչապետ, հա? Չեմ կարող սահմանադրությունը թույլ չի տալիս մենք չենք կարող սահմանադրություն խախտել Սամվել Կարապետյանի համար Ընդհանրապես բիզնեսմենը վարչապետ դառնա Չէ, որպես բիզնեսմենը իրավունք ունի պետական պաշտոն զբաղեցնել։